Երեք սուրբ ասպետների կերպարանքով։ Սիրիական եկեղեցու առաջին երկչախմբում մենք գտնում ենք բժիշկի ասած Սուրբ Մարի տեսարանը, որը պատկերված է պատի երկու մասի վրա, որը ներկայացնում է երեք սրբերի երեք հոգի ձիերի վրա հեծած, որոնցից մեկը պատի հարավային մասում ուղղությունը դեպի արևելք, մյուս երկուսը եկեղեցու հարավային կառույցի վրա, դեմ առ դեմ։ Այս երկու սրբերը միմյանց դեմ չեն։ Նրանք բոլորովին հայտնի չեն, որովհետև չկա իրենց ինքնությունը ցույց տվող ներկայացուցչական գրություն այս երկուսը։ Սրբերը հագնում են զինվորական հագուստ, որը բաղկացած է կապույտ խալաթից կարմիր պատմուջանից, այսինքն հին հունական զինվորի պատմուջանից։ Նրանցից յուրաքանչյուրի դեմքը կարծես զինվորական իշխաններ են, իսկ աչքը ձեռքին նիզակ է բահում։ Այս երկու սրբերի վերին մասը ամբողջովին ավերված է, հետաբար սրբերի անունները չեն երում։ Ինչ վերաբերում է երրորդ սուրբին, ապա նա նույնացվել է գտնվում է ձախ պատուհանի հյուսիսային կողմում։ Այստեղ մենք գտնում ենք այս սուրբին։ Ձի հեծած, այս սրբի տակ նստած է մի մարդ, սրբի նիզակը ուղղվում է դեպի իրեն։ Նրա գլխի շուրջը լուսավոր լուսապսակ է։ Նրա դեմքի դիմակձերը մշուշոտ են։ Նա հագնում է կանաչավուն կապույտ խալաթ, իսկ ոտքատեղի շուրջ մենք գտնում ենք կարմիր գոտի։ Ինչ վերաբերում է ձիու տակ նստածին, մենք նրա գլխին թագ ենք գտնում։ Այս թագը ցույց է տալիս, որ նա սուրբ չէ, այլ ավելի շուտ, որ նա թագավորներից կամ գայսրերից մեկն է այս սրբի ամենաբարձրը։ Կատարում մենք կգտնենք օգտերեն գրություն, որը ներկայացնում է Պոկթոր սրբի անունը։ Բայց չկա որևէ գրություն, որը բացատրում է այս թագավորի կամ գայսեր ինքնությունը, սակայն գրավոր սուրբի անվան միջոցով է զարգացվել, որ այս գայսրը Դիգդիանոսն է կամ Ռոմանիուսը, սակայն հոմ կատարելով Պոկթոր գտնվող սրբի պատմությանը, մենք գտնում ենք, որ երկու ներկայացուցիչները որևէ կապ չունեն։ Այդ պատճառով սրբերի կյանքը քննրվել համապատասխանեցվել է գոյություն ունեցող պատկերին։ Համաձայն ժամանակակից պատկերագրության չափը, այստեղից եզրակացությունը արվեց, որ սուրբի անունը Սուր Մերկուրիուս Աբիսեֆն է։ Իսկ ներքում գտնվող անձը անշնորհակալ Գայս Հուլիանոսն է։ Ճիշտ չէ, որ գրությունը այն ժամանակից չէ, երբ նկարը նկարվել է, սակայն այն գրվել է ավելի ուշ ժամանակներում։ Այս նկարը թվագրվում է մեր թվարկության 8-րդ դարով։